Ողջույն, Civilnet-ի տաղավարում այսօր ես հյուրընկալել եմ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանին, մենք խոսելու ենք առաջիկա խորհրդարանական ընտրություններից, որոնք տեղի կունենան ապրիլի 2-ին։ Ողջույն Արմեն, ուրախ եմ հյուրընկալվելու համար։ Նախքան այս ընտրություններին անդրադառնալը, ես ուզում եմ մի թեմայի շուրջ խոսենք շատ կարճ, որը կարծում եմ էլի կապ ունի ընտրությունների հետ։ Մի քանի օր առաջ համացանցում հայտնվեց Սերժ Սարգսյանի և, այսպես ասեմ, օրենքով գողերի մասնակցությամբ մի տեսանյութ, մի խնջույք, բավականին շատ քննարկվեց սոցիալական ցանցերում և ակնհայտ է, որ խորհրդարանական ընտրությունները մոտենալու ընթացքում այսպիսի, այսպես ասեմ, տեսանյութեր, չգիտեմ դրանք կոմպրոմատ են թե ինչ են, էլի կհայտնվեն և ոչ միայն Սերժ Սարգսյանի հետ կապված, ինչ եք կարծում, Հայաստանում ընտրությունների ժամանակ նման տեսանյութերը ազդում են ընտրությունների ընթացքի վրա, թե չեն ազդում։ Ինչու եմ ես հարց տալիս, որովհետև եթե այդպիսի տեսանյութ հայտնվի օրինակ Ֆրանսիայում ընտրություններից առաջ, դա կարող է ուղղակի 180 աստիճանով փոխել իրավիճակը։ Այո, Ֆրանսիայում կարող է փոխել, որտեղ Ֆրանսիայում իշխանությունների ձևավորման գործընթացի վրա հասարակության դերը վճռորոշ է։ Հայաստանում հասարակության դերը իշխանության ձևավորման գործընթացի վրա վճռորոշ չէ, որտեղ կան այլ վճռորոշ գործոններ։ Նյութական շահագրգռվածությունը ընտրողներին, վարչական ռեսուրսի կիրառումը, քրեական տարերի օգտագործումը, նաև արտաքին քաղաքական գործոնները։ Դրա համար կոնկրետ այդ տեսանյութը լավագույն դեպքում, լավագույն կարող է ազդել միայն իշխանությունների վարկանիշը, այնքան չնչին տոկոսով, որ կարող է դա զուտ վիճակագրական, այսպես ասած, տոկոսներ ասել եւ ասել, որ չի ազդել, էլի, զուտ դե յուրե կարող է ազդել, բայց դե ֆակտո համարեք, որ դա որևէ ազդեցություն չի թողնելու։ Իսկ հակառակը, նաև այսպիսի խոսակցություններ կան, ասում են, որ քանի որ մեր հասարակությունը, այսպես ասեմ, ֆրանսիական հասարակության նման չի մտածում, ավելին ասում են, որ նման տեսանյութերը ավելի օգտակար են, ասում են, տեսեք ինչ լավ նախագահ, ասենք, այսպիսի հեղինակությունների հետ է նստում վեր կենում, տեսեք այս ինչ լավ նախագահը կամ գործարար է, որի, ասենք, որի վզին կախված է, ասենք, մոտավորապես կես կիլոգրամանոց, ասենք, շղթա, կա սա էլ է, թե դա ընտրողները, այսպես ասած, մարգինալ հատվածին կարող է գրավել, բայց այդ մարգինալ հատվածին գրավում է ավելի շատ բան նյութական գումար։ Այսինքն, եթե նրանք այդպես էլ անգամ մտածում են եւ դրանց ոգևորում են, բայց ավելի ոգևորիչ հանգամանք կա, կոնկրետ նման կատեգորիա ընտրողների համար դա նյութական շահագրգռվածությունն է։ Արմեն, այսինքն նրանք այդքան էական դեռ չեն կատարելու, դա եղավ անցավ գնաց։ Իսկ կոմպրոմատ կներեք, կոմպրոմատ կլինի, կոմպրոմատ տարբերձևը կա, կոմպրոմատ ինքը բավականին, այսպես ասած, հայտնի տեխնոլոգիաներ են, որոնք կիրառում են, բայց կոնկրետ թիրախ են, որտեղ կոմպրոմատ ձևավորումը բավականին բարդ է, պետք է իմանաս ինչի համար է անում, որովհետև կոմպրոմատը ինքնին որպես կոմպրոմատ դա չի աշխատում, դու պետք է իմանաս կոնկրետ ում ես խփում, երբ ես խփում, ինչի համար ես խփում, բայց դա ուրիշ հարց է։ Այ հայ ընտրողի վրա այդ իմաստով ինչն է ավելի շատ ազդում։ Դուք ասում եք, որ այդ քրեական տարրերի հետ կամ գողական աշխարհի հետ շփումները այդքան չի կարող ազդել։ Այ իսկ ինչը կարող է ազդել, ինչ կոմպրոմատներ են ազդում, այսինքն հայրենասիրական բնույթի, հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված, Ղարաբաղի հետ կապված, թե դրանք էլ չեն ազդում։ Նայած, այստեղ պետք է ընտրողը զանգվածը բաժանեք առանձին հատվածներով, որտեղ ընդհանուր ընտրազանգված այսպես չկա, էլի, մենք դե յուրե օգտագործենք, բայց փաստացի չկա, դրանք տարբեր ուրեմն ընտրազանգվածներ կան, ասենք քաղաքական կողմնորոշման ընտրազանգվածներ, որոնք արևմտամետ են, դրանց վրա կազդի, կան ասենք, որ անձնական կողմնորոշման քվեարկողներ են, որոնք մարդ են քվեարկում, նրանք էլ պետք է նայես մարգինալ խումբն է, թե մարգինալ խումբը չի, եթե մարգինալ խումբն է, դա կարող է անգամ դրական ազդի, հակառակի վրա կարող է բացական ազդի, բայց եթե այդ գործիչը, որին հանձին իրանք փրկիչ են տեսնում, ցանկացած դեպքում դա կարող է իրանց վրա դրական ազդել, այսինքն սա մի քիչ ավելի վերլուծություն պահանջող ուրեմն գործընթաց է, որը ճիշտ ասած այդքան դեռ չի կատարի, որովհետև հիմա մեր մոտ այլ, այսպես ասած, երբ որ գումարներ են բաժանում, դրանց ավելի մեծ կոմպրոմատ վիրավորելու համար դրական գործընթաց չկա, բայց դա դրական է, չէ՞ ցույց աշխատում։ Այսինքն բաժանողը արդյունք ստանում է այդ իմաստով դրական, դա համար ասել, որ կոնկրետ ինչ-որ մի տեսահոլովակ եղավ, դա արդյունք չի տա։ Արմեն, այս ընտրությունները, որոնք նոր սահմանադրությունից հետո առաջինն են եւ առաջինն են, որ փաստորեն նաեւ կարող ենք ասել սրանք նախագահական ընտրություններ են ինչ որ իմաստով, որովհետեւ վարչապետը դառնալու է երկրի թիվ 1 դեմքը փաստացի, այս ընտրությունները ինչով են տարբերվելու մյուս ընտրություններից։
Այ հենց դրանով, որովհետև այլևս նախագահական ընտրություններ չի լինելու եւ այն ուժը, որ կմատնի խորհրդարան, ինքը փաստացի համ կառավարություն է, գործադիր իշխանություն է ձևավորելու, համ էլ փաստացի նախագահի, ուրեմն այսպես վարչապետը փաստացի նախագահ լինելու, որովհետև գերագույն գլխավոր համատարի խնդիր կա եւ այլ եւ այլ։ Սա մեկ եւ երկրորդը այն ուժը, որը չի մտնի խորհրդարան, ինչ պատճառ ելնելով, նա կարող է բավականին երկար ժամանակ այլևս խորհրդարան չմտնի։ Այս է շատ կարևոր, որովհետև եթե առաջ կար առիթ նախագահականի ժամանակ ես հիշեցի, հիմա չմտար 5 տարի հետո նոր, ասենք, դու կարող ես խորհրդարանական ընտրություններին փորձ կատարել, բայց ի վերջո սերունդ է փոխվում, տարբերը ուրեմն գործոններ են փոխվում եւ եթե դու չմտար, դու կարող ես երկար ժամանակ հնարավոր է այլևս չմտնես։ Դա համար սա խիստ կարևոր է, որովհետև գործադիր իշխանությունը արդեն խորհրդարան է ձևավորելու։ Դուք հավատում եք եւ հետեւելով որպես քաղաքական տեխնոլոգ, այդ մասնագետ, դուք հավատում եք, որ ինչպես հանրապետականներն են ասում, փորձելու են ամբից ընտրություններ ձևավորել եւ անցկացնել։ Հնարավոր է Հայաստանում ամբից ընտրություններ անցկացնել եւ եթե այո, ապա այդ դեպքում իշխանությունը հանրապետական կուսակցությունը կարող է պահել, թե չի կարող։ Նախ ես չեմ հավատում, որ կլինի ամբից ընտրություններ, միգուցե արտաքին շղարշը պահպանեն, որ այդքան շատ բռնություններ այդ օրը տեղամասերում տեղի չունենան, այսինքն հնարավոր է որ դա ասենք արտաքին շղարշը պահպանեն, բայց գումարի բաժանում ըստ ինձ լինելու է, որովհետև անկախ արդեն իրանցից Հայաստանում բավական մեծ ընտրազանգվածային տոկոս կա, շատ մեծ, որին եթե գումար չես տալ, ինքը ուղղակի այլևս չի գնում ընտրությունների, տարբեր պատճառներից ելնելով, եւ եթե գումարը չբաժանես, շատ քիչ տոկոս կարող է գնալ ընտրությունների եւ անգամ շատ քիչ տոկոսի մեջ դժվարացել ով ինչքան տեղ ուրեմն կունենա, որտեղ այստեղ հանրապետական կուսակցությունը միջավ վարչապետը դա մի քիչ ուրիշ հանրապետական կուսակցությունը, վարչապետի օրոք դա մի քիչ հանրապետական կուսակցություն է դառնում եւ այ խաղացողներն էլ դեռևս հստակ չէ ով է գնալու եւ ինչ է ասելու։ Դա համար եթե գումար չբաժանվի, անորոշ պատկերացում կունենան, թե անորոշ պատկեր կստացվի, բայց կարծում որ գումարը ամեն դեպքում կբաժանվի։ Գումարը ով քո կարծիքով ով է գումարը բաժանելու։ Միայն իշխող կուսակցությունը թե Չաշենք իշխող կուսակցություն, որովհետև դաշնակցությունն էլ է իշխող ուժ հանդիսանում։ Կարծում եք դաշնակցությունը բաժանում է գումարը։ Դրա համար ասում եմ, իշխող ուժ ասելով պետք է հասկանանք հանրապետական ընդհանրապես մի սխալ տեսակետ կա։ Սա բոլոր լրագրողներում է տարածված, սա մեկը միշտ պետք է իմանալ եւ սա շատ է խանգարում նաեւ քաղաքական ուժերին։ Այն է, ընտրություններին չի մասնակցում իշխող ուժ կամ ընդդիմություն, ընտրություններին մասնակցում են քաղաքական ուժերը, անկախ նրանց իշխանություն են, թե ընդդիմություն են։ Իշխանությունը ընդհանրապես կարգավիճակ են, դա մոռացեք։ Մենք ասում ենք հանրապետական, ընտրությունը մասնակցում հանրապետական, բարգավաճ կամ այս ամեն կուսակցություն կամ նրանց դաշինքները, քաղաքական ուժերն են մասնակցում ընտրություններին։ Ով է գումար բաժանելու։ Ըստ ինձ դա բաժանելու է հանրապետական կուսակցությունը եւ ինչպես միշտ ասենք նաեւ բարգավաճ Հայաստանը։ Մյուսները այնքանով որքանով կկարողանան։ Օրինաց երկիրը, դե օրինաց երկիրն էլ է հայտնի։ Նա ասենք հնարավոր է բաժանի ոչ թե գումար, ինձ գումարը կարող է, բայց մասշտաբը դա չի լինելու, բայց նա ոչ թե ժամանակին համ ուրաբաներ բաժաներով, այսպես ասենք, էլ դա է նյութական շահագրգռվածություն, բայց հիմնական գումարը հանրապետական, երկրորդ տեղը բարգավաճ, եթե հանրապետականը չխանգարեր, եւ երրորդը այդ օրեկը միգուցե մեկալ ուժերը այնքանով որքանով կարողանան, որտեղ կան ուժեր, որոնք որ գումար չեն բաժանում, գաղտնիք չի ազգային կոնգրեսը գումար չի բաժանում, դաշնակցությունն էլ չի բաժանում, դաշնակցությունը չի բաժանում, ժառանգությունը չի բաժանում եւ այլ համախմբումը կարող հավանաբար չի բաժանում, այսինքն կան ուժեր, որոնք ընդհանրապես չեն բաժանում, իսկ կան ուժեր, որոնք ուղղակի բաժանում են, որտեղ առանց բաժանելու չես կարող ուրեմն քո տեղերը ապահովել։ Ինչ եք կարծում, որքան է հայ հանրության մեջ տոկոսային, մոտավորապես, իհարկե նման, հավանաբար նման, այսպես ասեմ, ցուցիչ չկա, որ մենք ասենք, բայց մոտավոր որքան է կազմում այս գումարի սպասող ընտրողների թիվը։ Դրանք 10,000 են, 100,000 են, ինչքան։ Չէ, տեղամասից ասենք, կան տեղամասը, եթե վերցնես, տեղամասը մոտավորապես 80% է։ Այսինքն այդքան գումար է բաժանում։ Այդքան գումար բաժանում ես, չէ, բաժանում ես մաքսիմալ, եթե դու գիտես, որ քո կուսակիցները ինչքան մարդ են գալու, 100% բաժանում ես այն կտրվածքով, որ 70% վերցնել 70%-ը քեզ բան կվարկելու են։ Գյուղերում, ասենք, շատ ավելի մեծ, ասենք 100%-ին էլ բաժանում ես։ Ու ստանում ես, ասենք 90% արդյունք, իօգուտ քեզ, տեղ բաժանում ես 100%-ի Երևան տեղամասերում, ստանում ես մոտավորապես 70%-ի կողմ։ Այսինքն, եթե դու 1000 հոգու բաժանում ես, գիտես, որ 700-ն պետք է առնվազն ստանաս, ասենք 650-ից 700-ն մոտավորապես ստանաս, որտեղ գիտես 100%-ով չի, որ բոլորի տվեցի, բոլորը քվեարկում են։ 1/3-ը վերցնում, բայց չի քվեարկում կամ հակառակն է քվեարկում։ Այսինքն, երբ որ այն մի խոսակցություններ, չէ, գնում ասում են, այո, գնացեք վերցրեք, բայց ձեր խղճով ընտրեք։ Դա աշխատող գործոն է, այսինքն հնարավոր է, ասենք, մարդը վերցնի հանրապետականի կամ բարգավաճի վերցրած գումարը եւ գնա ընտրի, ասենք, ժառանգությանը կամ դաշնակցությանը կամ հայ ազգային կոնգրեսին։ Եվ ասեցի, նշեցիք մոտ
Օրինակ 70%։ Մոտապես, մոտապես 70%-ն է, այսինքն որ վերցնողի քվեարկումա քեզ, էլի, դա ինչի արդյունք է։ Հիմա հնարավոր է թե ասենք հնարավոր է, այո հնարավոր է, որտեղ համանդրական հանրակրվեի ժամանակ հենց հանրապետական ճաճատերը դրանից են զարգացել, որ փաստորեն տրողը իրենց խաբեց, իրան գումարը վերցրել են, բայց հակառակային քվեարկել համանդրության դեմ են քվեարկել։ Բայց չմոռանանք, համանդրական հանրակրվեն ըստ էության լրիվ ուրիշ է, ասավ ու սպիտակ էր։ Ստեղ մի քիչ ուրիշ է, էլի, եւ Երևան եւ մարզերում ուրիշ, որտեղ մարզերում շաճատեր ասում նախարանազնվություն է, գումարը վերցնեմ ու ուրիշին քվեարկեմ, վախար, հետո իմանա, ասենք, հետո ես ոնց իրան դեմքին եմ, չէ՞ որ այսպես գումար են վերցրել, այսինքն մենտալիտետային տարբերություններ էլ կար։ Այսինքն այդ գործոնը իհարկե աշխատում է, նրանք վերցնում են, մի մասը չի քվեարկում, բայց մեծ մասը որ վերցրել է գնում է քվեարկելու։ Եվ եթե դեպի ասեմ, եթե չես վերցնում, արդեն ասում են, եթե դու չես վերցրել, ուրեմն դու ընդդիմության ես քվեարկելու, որովհետև եթե ընդդիմության կողմնակիցները չեն վերցնում մարզերում հատկապես ասում են եթե դու չես վերցրել ուրեմն գնալու ես ընդդիմության ես քվեարկել ուրեմն պրոբլեմներ կունենաս դե մա շատ մարդիկ ստիպած ուղղակի վերցնում են որպեսզի պրոբլեմ չունենա եւ քվեարկում են մեծ մասը քվեարկում են այնպես ինչպես փոխտվողները Ինչ է կարծում այս ընտրություններում հնարավոր են անակնկալներ թե լինելու է այնպես ինչպես միշտ է եղել եւ ուժով լինի հրով լինի սրով լինի հանրապետականը պահելու է իշխանությունը Գիտեք ինչ, դրա համար պետք է ասենք, որ դրա եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ ուրեմն պայմանները կան, որ հանրապետականը պահելու է, որտեղ իշխանությունը չէ, որտեղ հանրապետականը պահելու է իշխանությունը, որովհետեւ մենք այս պայդրությամբ, ինչպես դուք նշեցիք, ապրիլի քվեարկությունից 2-ից ամ 100 օր քիչ ժամանակ է մնացել, այսինքն քարոզարշավն եթե համարենք, մարտի 5-ից շատ քիչ ժամանակ է մնացել նորմալ երկրներում, Ֆրանսիա եւ այլ։ Հիմա այս պահին արդեն, երբ որ փաստաթղթեր պետք են, անուղղակի քարոզություններ ընթանում։ Մեր մոտ Անուղղակի քարոզությունը երկու ուժ է իրականացնում հանրապետական կուսակցությունը, որը փոխեց վարչապետին, փոխեց որոշ նախարարների, որը ասենք կոնկրետ մի մարզում, ասենք հա մարզպետի փոխեցին սա եւ որոշ վարչապետի կողմից որոշ տնտեսական բարեփոխումներ են իրականացում, այսինքն հանրապետական ցույց է տալիս իր քարոզարշավի հիմնական մեխը որն է լինելու։ Կատարենք բարեփոխումներ, խաղադրույքը դրվելու է վարչապետի վրա։ Մոտավորապես կոպիտ դա է։ Եվ ազգային կոնգրեսը, որ Ղարաբաղի հետ կապված իր ուրեմն այդ գաղափարախոսությունը առաջ տարավ, հա խաղաղություն Հիմա լավ է վատը դա դնենք մի կողմ, դրանք իրենց քարոզարշավներ են։ Մյուսները ընդհանրապես չեն ասել թե ինչի մասին են խոսելու։ Սա նորմալ չէ, իսկ հասկանում եք դուք չեք կարող զուտ տեխնոլոգիական տեսակետից շատ կարճ ժամանակամիջոցում ընտրողներին գրավեք ձեր կողմ, այսինքն չպետք է հույս ունել, որ մարտի 5-ին ձեզ տվեց պաշտոնական, ասենք զանգ հնչեց քարոզարշավի, դուք 25 օր քարոզարշավ կանեք եւ այդ 25 օրվա մեջ կկարողանաք տապալել հանրապետական։ Այդպես չի ստացվում։ Չի լինում զուտ տեխնոլոգիական տեսակետից հնարավոր չէ։ Դառնվածն ասում եմ մոտապես 6 ամիս առաջ գոնե ծայրահեղ դեպքում 3 ամիս առաջ արդեն քարոզարշավը պետք է ընթանար այն ուժերի, ովքեր ուզում են հանրապետականին տապալել։ Հիմա այդ ուժերը չկան, բացի կոնգրեսից անել մի կողմ դնենք, թե արդյոք այդ իր քարոզարշավը Հայաստանի ընտրողների հետ ուղղված, թե դրսի ընտրողների ուղղված եւ որքան է աշխատող, չաշխատող, բայց միշտ դա չեն անում։ Նման պայմաններում խոսել, որ դու կարող ես հանրապետականին տապալել, ճիշտ ասած մի քիչ տարօրինակ է, էլի, զուտ տեխնոլոգիապես հնարավոր չէ, որովհետև դա արդեն կա վերլուծություններ, մանրամասն թե ինչ պետք է ասած, որ օրը ինչ պետք է ասած, ինչպես պետք է մտնողից հաշվի առնեք, որ դուք մոտապես 7 անգամ յուրաքանչյուր ընտրողի պետք է ուրեմն կարողանաս, այսպես ասած, կպնել, էլ ու այսպես պոլիտեխնոլոգիայի տերմինաբանությամբ ասած, 7 անգամ պիտի կպնես, իսկ դրա համար դու 25 օրը քեզ քիչ առնվազն դու պետք է ուղղակի եւ անուղղակի 3 ամսվա ընթացքում կպնես, որպեսզի նրան կարողանաս կողմը գրավես, որ իշխանափոխություն անես։ Դա չի եղել։ Նման դեպքերում դու չես կարող խոսալ, որ իշխանությունը կարող ես փոխել։ Հատկապես հաշվի առնելով ռեսուրսների պայմանները, որ անհամարժեք են։ Ճիշտ է։ Հնարավոր է ապրիլի 2-ին լինի այն, ինչ եղավ, ինչ լինում է նախագահական ընտրությունների ժամանակ, այսինքն Ռաֆֆի Հովհաննիսյան հնարավոր է Լևոն Տեր-Պետրոսյանը իմացանք ինչ տեղի ունեցավ, հա, դրանից առաջ գիտենք, որ Կարեն Դեմիրճյանն էր փաստորեն հաղթել ընտրություններում, հետո նրա որդին էր ըստ էության հաղթել, այսինքն հնարավոր է, որ ապրիլի 2-ի օրը այնուամենայնիվ մենք տեսնենք, որ չէ, ամեն ինչ որ վճռված չէ եւ էլի Ռաֆֆի Հովհաննիսյանի լոզունգը, որ նա օգտագործում էր, կարգախոսը հնարավոր է, թե չէ։ Չէ, կասկածում եմ, որովհետեւ գիտեք ինչ այդպիսի հրաշքներ չեն լինում, որովհետեւ ձեր բերած բոլոր օրինակները վերաբերում են անհատներին։ Անհատների, հատկապես նախագահական ընտրությունների, այսպես ասած, էությունը եւ պարլամենտական ընտրությունների էություն, դրանք տարբեր են։ Ի վերջո մենք ենք հասկանում, որ սա նախագահական, փաստացի նախագահական ընտրություններ են։ Ընտրողների մեծ մասի համար սա զուտ դեպուտատի, падգամավորի ընտրություն
ընկերություններ են, որոնք պետքա փող բաժանեն եւ նրանք նայեն ով է շատ փող բաժանելու, այսինքն իրավագիտակցության խնդիր էլ կա։ Ձեր ասածը միշտ աշխատել է նախագահական, դուք օրինակներ բերեցիք, ձեր բոլոր օրինակները նախագահական է վերաբերում, բայց դուք ոչ մի օրինակ չբերեցիք խորհրդարանական ընտրությունների վերաբերել։ Իսկ անկալում է պես խորհրդարանական ընտրություններ, խորհրդարանական ընտրությունները հետ խորհրդարանական, այսպես ասած, շարժումներով չեն, այսպես աչքի ընկել, առավել եւս երբ որ տեղ ունեցել աշխարհակական կարևոր իրադարձություն Միացյալ Նահանգներում եւ այն ուժերը, որոնք միշտ աջակցել են հատկապես ԱՊՀ երկրներում պարլամենտական կեղծված ընտրությունից հետո հետ խորհրդարանական ընտրությունին, հիմա այդ ուժերը արդեն իշխանությունից հեռացել են, եկել է մեկ ուժը, որը ճիշտ ասած Հայաստանի համար հաստատ չի գնա Ռուսաստանի դեմ կոնֆլիկտի։ Իսկ եթե չլի դրսի աջակցությունը զուտ հասարակության պոտենցիալով հաշվի առնելով, որ այստեղ տեղի կունենա ինչ-որ հետընտրական գործընթաց, ես դրան այդքան էլ հակված չեմ հավատալու։ Եվս մի հարց իհարկե կանխատեսման ոլորտից է սա։ Սերժ Սարգսյանը գնալու է թե չի գնալու։ Այսինքն նա մնալու է իշխանության մեջ եւ եթե մնալու է ձեր կարծիքով ինչ այսպես ինչ դիրքով կմնա։ Դա կախված է երկու հանգամանքից։ Առաջին, գաղտնիք չէ, որ Հայաստանը խիստ կախման մեջ է գտնվում Ռուսաստանից ամեն բնագավառով, չմանրամասնենք դա արդեն հասկանալի է թունև քաղաքական համակարգով եւ դա համար խիստ անհրաժեշտ է նաեւ Ռուսաստանի ղեկավարության որոշումը մեկ դրսից եւ երկրորդ դրա համար անհրաժեշտ է նաեւ վարչապետի գործունեությունը։ Եթե վարչապետը ինքը ցույց տվեց, որ ինքը շատ ավելի լավ այլընտրանք է գործող նախագահի նկատմամբ իր գործունեությամբ, իր ասենք ծավալած գործունեությամբ, որը այսօր մասնակի ինչ որ ասենք շատ քիչ տոկոսներ են, բայց եթե նա կարողացավ լիարժեք իրեն դրսևորել եւ ցույց տալ, որ նա իրականում շատ ավելի լավ գործընկեր է, ապա չի բացառվում, որ գործող վարչապետը 2018 թվականից հետո կշարունակել, որտեղ գիտեմ, խոսում են համանդրության մեջ եղած, ասենք, խոչընդոտների համար, ցանկության դեպքում ամեն ինչ կարելի է լուծել եւ ոչ կեղծիքներով, շատ օրինական ճանապարհով կարող ես ամեն խոչընդոտ հանել։ Այսինքն դա կախված է երկու գործող ուժից։ Ռուսաստանի Դաշնություն այս պայդրությամբ չեն կացում Միացյալ Նահանգները, որտեղ չգիտեմ 18 թվականի դեղ ինչ կլինի կամ Եվրամիություն, այնտեղ պրոբլեմներ կա։ Ռուսաստանի Դաշնության ղեկավարություն եւ վարչապետ։ Այս երկու գործոններից կորոշվի դա։ Այսինքն կարծում եք, եթե Ռուսաստանը կոնկրետ Պուտինը չցանկանա, որ Սերժ Սարգսյանը հետագայում մնա Հայաստանում իշխանության եւ ցանկանա օրինակ վարչապետը այսօրվա Կարեն Կարապետյան, ապա այդպես էլ կլինի։ Միանշանակ, որովհետեւ մենք տեսանք արդեն արտգործնախարարի հանգամանքում, մենք տեսանք ՀԱՊԿ-ի, ասենք գլխավոր քարտուղարի, ասենք Հայաստան հասնելի քվոտայի կամ Հայաստանի ներկայացուցիչի այնտեղ լինել չլինելու հարցով եւ այլն, մենք տեսանք բազմաթիվ փաստեր, թե ինչպես Ռուսաստանի որ ցանկացավ, ինչ, ասենք ով ինչ պաշտոն ուրեմն զբաղեցրեց։ Շնորհակալություն Արմեն եւ վերջին հարցն եմ ուզում տալ, խնդրում եմ կարճ պատասխանեք։ Մի քանի օր հետո Միացյալ Նահանգներում նախագահ է դառնալու Դոնալդ Թրամփը, ով ընտրություններում կարող ենք ասել ջախջախիչ հաղթանակ տարավ Հիլարի Քլինտոնի նկատմամբ, թեև ամերիկյան լրատվամիջոցները ուղղակիորեն հակա-թրամփյան մի աննկարագրելի այսպես արշավ են ծավալել։ Թրամփի ընտրությունը եւ Թրամփի իշխանության գալը անուղղակի կերպով ազդելու է մեր ընտրությունների վրա, թե չի ազդելու։ Նախ սեղ մի հատ հստակեցնենք Տրամփը հաղթեց ընտրիչների ձայնով, բայց ոչ ընտրողների ձայնով ջախջախիչ հաղթանակ չտարավ։ Քլինտոնը այնտեղ 2 միլիոն ձայն ավելի շատ ունի, 2-3 միլիոն ձայն։ Բայց այնուամենայնիվ Տրամփի հաղթանակը եւ այդ նոր ձևավորվող տրամփականների էլիտա հաղթանակը միանշանակորեն ոչ անուղղակի ուղղակի ազդելու է ինչպես Հայաստանը, այլև այլ երկրների իշխանությունների գործընթացի ձևավորման գործընթացները, որտեղ Տրամփը ինքը պաշտոնապես հայտարարել է, հիմա դնենք մի կողմ կհետևի հայտարարեցին թե չէ, բայց նա հայտարարեց մենք այլ երկրներում ուժով այլևս իշխանություն չենք փոխելու։ Եթե դու այստեղ ուժով իշխանություն չես փոխել այդտեղ Հայաստանում, ուրեմն կաշխատի այն մեխանիզմը, ինչ որ միջևում աշխատել է։ Սա մեկ եւ երկրորդ չմոռանանք, որ Օբամա եւ Քլինտոնի, այսպես ասած, այդ էլիտայի ժամանակ տեղ ունեցան գործողություններ, ընտրության հետ կապված չեն, չնայած Ուկրաինայում ընտրությունների վերջը Ռուսաստան թաղնում, դա էլ փաստացի ընտրություններ։ Այդտեղ աջակցություն ստացվեց այդ էլիտից եւ ֆինանսական աջակցություն եւ շատ մեծ աջակցություն, որը հնարավորություն դարձեց Մայդանի իրականություն դառնալը, այսինքն իշխանափոխություն տեղի ունեցավ եւ եթե ընդունեն Տրամփը չախտեր Հիլարի Քլինտոնը ախտեր, ապա կան ամերիկյան փորձագետներ, լրագրողներ, որոնք նշում են, որ Հայաստան լինելու է հաջորդ այն թատրաբեմը, որտեղ հնարավոր է տեղ ունենա, ասենք, հետընտրական գործընթացներ Ամերիկայի արևմուտքի դերը ուժեղացնելու այս կտրվածքով, այս պարագայում։ Իսկ նոր իշխանության Տրամփի ժամանակ դա տեղի չունենա, իհարկե, տեղի չունենա։ Իհարկե դա
խորհրդարանում արևմտամետ ինչ որ ուժ կլինի, բայց դա չի ստանա այն աջակցությունը, ինչ որ կստանար, եթե լեր Հիլարի Քլինտոնը։ Իսկ դա էականորեն կփոխի նաև տոկոսային առումը պարլամենտի։ Այսինքն եթե առաջ պարլամենտը կլիներ պայմանական միջև նոյեմբերի 8-ը արևմտամետներ, ռուսամետներ պայքարը եւ ճահիճը կմնար սրան կամ սան, այսա կլներ քաղաքական պատկերը, հիմա խորհրդարանում պատկերը, քաղաքական ամենապատկերը կլինի հանրապետական գումարած, ասենք, այլ ուժեր, որոնք ասենք փուճուր-մուճուր ասորցի, այսպես ասած, զուտ ժողովրդավարական դիզայնը փոխել եմ, այսինքն տեսնում եք Տրամպի հաղթանակը ինչպես փոխեց ըստ էության պատկերը, արևմտամետներ, ռուսամետներ, ճահիճ եւ հիմա հանրապետական մեծամասնություն եւ այլ ուժեր, ասենք այնքանով որքանով։ Շնորհակալություն Արմեն, ես հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ, մենք խոսում էինք ապրիլի 2-ին Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններից, շարունակեք հետևել Civilnet-ին։